Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին այցելել էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ցամաքային զորքերի ինստիտուտ կուրսանտների հետ հանդիպման։ Հանդիպումից հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում կուրսանտները խոնարհվում, հետո ողջունում են գլխավոր դատախազին։ Տեսանյութը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության լայն շրջանակներում։ Չնայած դատախազության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն արձագանքեց մեծ հնչեղություն ստացած տեսանյութին, նշելով ու արդարացնելով, թե կուրսանտներն ուղում են նստարանը նստելուն նախապատրաստվելու համար, ապա ողջունում են կրկին նստարանն իջեցնելով նստում։ Այնուամենայնիվ ներկայացված կադրերն այլ բան են փաստում։ Համահայկական ճակատ կուսակցության նախագահ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանն ուշադիր դիտել է տեսանյութի կադրերը, անգամ մի քանի անգամ եւ համոզված է, կուրսանտները ոչ թե ուղում են աթոռը վեր կենալու համար, հետո կրկին ուղում նստելու համար, այլ խոնարհվում են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հստակ գրված է ողջույնի կարգը տարբեր պարագաներում։ Շարային կանոնադրության մեջ արտացոլվում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը գտնվելով կուրսանտների մոտ, նա միտեղ ողջունում են իրեն, կզում են, խոնարհվում են, չգիտեմ, սրբապատկերեր, մայրամաստվածածիններ, կարող է լինի ֆեմիդան, որովհետև լինում է այդպես բաներ, նա ձեռքով սենց արհամարական ասում է նստեք։ Չի ասում էլի նստեք։ Պահեստազորի փոխգնդապետը նկատում է, գլխավոր դատախազի դահլիճ մուտքին հաջորդում է ինստիտուտի պետի ներս մտնելը, որը նույնպես չի պահպանում ողջույնի կարգը, շարային կանոնադրությամբ ինչպես գրված է։ Այնտեղ կա հստակ տրված, ոնց է կատարվում։ Օրինակ, ողջույն տիկին դատախազ։ Տիկին դատախազը ասում է ազատ, ինստիտուտի պետին, ինստիտուտի պետը կրկնօրինակում է ազատ նստեք։ Համբել է այդ պարագան։ Սպան պետք է լինի խիզախ, զգաստ, հպարտ, ասում է Վարդանյանը։ Զգաստ հրամանի տակ, սպան կանգնում է, սպան, կուրսանտը, զինվորը կանգնում են զգաստ հրամանի տակ, ծնոտը բարձր, նայելով դեպի վերև եւ հստակ ասում են ողջույն տիկին նախարար։ Աննա Վարդապետյանն այլ փոփոխություններ է կատարել իր ղեկավարած կառույցում, ասում է Վարդանյանը։ Այն վերաբերվում է դատախազների համազգեստի կրման կարգին։ Այս փոփոխությամբ գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում անգամ դատախազների կոշիկների մաքրության համար։ Ինձ բախտը հաջողվել մեկ անգամ լինել դատի, որտեղ դատախազը ներկայացել էր համազգեստի կոպիտ խախտման։ Նա դատախազության համազգեստով էր, սպիտակ վերնաշապիկով, վերնաշապիկի վրա չկար ուսատիրները եւ կապած չէր փողկապը։ Արսեն Վարդանյանն ընդգծում է, կուրսանտները, որոնք պետք է երկար տարիներ ծառայեն բանակում, համապատասխան բարձրագույն մարմնի ղեկավարները պետք է նրանց համար օրինակ ծառայեն, ինչ սպասել փնթի պահվածքով ներկայացող ղեկավարներից։ Իրանք պետք է պահանջեն զինվորից կարգ ու կանոն։ Քանզի մեր բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության ֆեմիդան, որը որ պետք է լինի ամենաարդար եւ ամենահստակ մարդը, նա չի պաշտպանում շարային կանոնադրության պահանջները, նա կներեք արտահայտությանս համար թքած ունի կարգ ու կանոնի վրա, բնականաբար վաղը միսօր այդ կուրսանտին ինքն է դատելու ինչ որ մի խախտման համար։ Դատախազից ով է պահանջելու, ով է ասելու, որ ինքնորենք է խախտում։ Գուցե այսպես կոչված կրթվել է նորաձև է նախաձեռնության շրջանակներում։ Աննա Հակոբյանը մտածի, որ անհրաժեշտ է կրթել նախ ԿՊԱ-ական նախարարներին։ Վարդանյանը նկատում է, կրթվելը նորաձև է եղել բոլոր ժամանակներում։ Միգուցե այս իշխանությունների համար է այսօր այն դարձել նորաձև, որովհետև իրենց համար բացվել են հակահայկականը քարոզելու լայն հնարավորություններ։ Ընդգծում է, իրենց քարոզած նորաձև այդ կրթությունը միտված է պատմությունը խեղաթյուրելուն, հայ ինքնությունը վերացնելուն, պետությունն ու բանակը քանդելուն, ապականելուն։ Խորհուրդ կտայի իրանց ԿՊ-ի վարչակազմին, դատախազներ, դատավորներ, այդ ումը ինչ նշանակել են, ամենաառաջինը մի հատ անցկացնեն էսթետիկայի դասեր, էթիկայի դասեր, նոր այդ մարդկանց հանեն ժողովրդի մեջ,
Պահեստազորի փոխգնդապետը մտահոգ է, եթե այսօրվա կուրսանտին, ապագա սպային ստիպում են ու սովորեցնում խոնարհվել ինչ-որ աղջնակի առաջ, որը պատահաբար կամ այսպես ասած բախտի բերմամբ չգիտես որտեղից հայտնվեց ու գեներալի կոչում ստանալով սկսել է ղեկավարել ամենապատասխանատու կառույցը, վաղվա սպան մտածելու է, ով մտնի դռնից ներս, ինքը պետք է անպայման խոնարհվի։ Չենք ունեցել նման բան, քանզի ես 93 թվականից ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, եղել եմ սան, կուրսանտ, դրանից հետո եղել եմ սպա։ Սպան միշտ բանակում ունեցել է իր տեղը յուրահատուկ։ Սպան պետք է լինի խիզախ, սպան պետք է լինի հստակ, սպան պետք է լինի կողմնորոշող, ինքը որոշումներ պետք է ընդունի ելնելով իրավիճակից։ Բայց այս պարագայում նրանք արդեն իսկ ազդեցություն են թողում այն կուրսանտի վրա, որը որ պետքա հետագայում դառնա Հայաստանի Հանրապետության սպա, որը որ պետքա պաշտպանի Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, որը որ պետքա ագրեսիաների դեմ կանգնի, նա արդեն հոգեբանորեն լինում է կոտրված։ Արսեն Վարդանյանը երկար տարիներ լինելով հայրենիքի նվիրյալ զինվորական խորհուրդ տվեց իշխանությանը հարգել իրեն քվետված ժողովրդին ու նրա զավակին, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ սպային, ընդգծելով, եթե այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն է խնդիրը նմանապազգային ու ստորացուցիչ քաղաքականության, ապա պետք է պարզապես թողնել ու հեռանալ զբաղեցրած պաշտոններից։ Նարինե Ղուկասյան, Լևոն Հակոբյան, Հայք Նյուզ լրատվական։